Էպիկենտրոնի եթերում Էպիկենտրոնը շարունակում է աշխատանքը եւ Տաթևիկ Ավետիսյանն են բարի երեկո։ Օրվա կարևոր իրադարձությունները նախամարոտ։ Հայաստանին հիանալի համաձայնագիր, Ադրբեջանին պաշտպանական սարքավորումներ, Միացյալ Նահանգների փոխնախագահը փետրվարին կայցելի Երևան եւ Բաքու։ Սինխրոնիզացում այո, միավորում ոչ։ Կարող է արդյոք Հայաստանի էներգետիկ համակարգն Ադրբեջանի հետ աշխատել այնպես, ինչպես Իրանի հետ։ Հայաստանի էներգետիկ համակարգը սինխրոնիզացված է Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ինչ է կատարվում Արարատի Ոսկետապ գյուղի եկեղեցում։ Մասյացոտնի թեմի քահանան ահազանգում է ճնշումների մասին։ Կգանք եկեղեցու ցամոքները, կողպետները կջարդենք, կփոխենք։ Ինչը կարող է խանգարել, որ Կապանը դառնա ավիացիոն հաբ, Սյունիք օդանավակայանի հնարավորություններն ու կառավարության ցանկությունները։ Հաստատակ ատրճանակով կարակրակի օդանավակայանի պատուհանն եւ միջազգային օդանավակայան ասացը տեղից անմիջապես դուրս կգա։ Աբու Դաբիի բանակցություն օր երկրորդ։ Ինչ պայմաններով են պատրաստ դադարեցնել պատերազմը Ռուսաստանը եւ Ուկրաինան։ Երթևեկության կոլապս Երևանում, չնահանջող ձնաբուկ Սյունիքում։ Վատ եղանակի պատճառով հանրապետության ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմից նոր ահազանգեր են հնչում ճնշումների մասին։ Այսօր բողոքի ձայն բարձրացնող հոգևորականը Տեր Արտաշեսն էր, որը հավատարմություն է հայտնել Մայրաթորին, բայց պարզվում է հանգիստ չի տալիս Ոսկետափի գյուղապետին։ Քահանան Էպիկենտրոնին պատմել է, որ իրենից պահանջել են ազատել Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցին խաղաղ ճանապարհով։ Հոգևոր սպասավորը վստահեցրել է, որ խրամատը չի հանձնելու։ Ահազանգ Մասյացոտնի թեմից հայտնում են, որ Վեդի համայնքի Ոսկետապ գյուղում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։ Կոնկրետ ինչ է տեղի ունեցել։ Համայնքի ղեկավարը Նշանը Հովանեսյան, որը նաև Վեդի համայնքի համայնքապետի Ֆաքսյան Գարիկի տեղակալներից է, մի խումբ մարդկանց հետ 4-5 եւ նաև եկեղեցու բարերարը միասին եկան, որոշեցին, որ եկեղեցու բանալիները հանձնեն, մերժում ստացան իմ կողմից, ասացին, որ դուք իրավունք չունեք խառնվելու եւ որոշեցին, որ քանի որ ըստ իրենց սա խաղաղ ճանապարհը չէր, մտածում էին, որ խաղաղ ճանապարհով ես պիտի հանձնեմ ինձ հանձնված խրամատը եկեղեցին։ Ասացին 1 ժամից կգանք, եկեղեցու ցամոքները, կողպետները կջարդենք, կփոխենք, դեր իրեն էլ կհանենք, դուրս կդնենք։ Էպիկենտրոնը փորձեց պարզաբանում ստանալ նաև Ոսկետափի վարչական ղեկավարի պաշտոնակատար Նշան Հովանեսյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Մասյացոտնի թեմը նման գործողությունները անօրինական եւ անթույլատրելի միջամտություն է համարում Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին եւ հոգեվորականների ծառայությանը, հորդորում է անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու բնականոն գործունեությունը խոչընդոտող բոլոր քայլերը եւ քահանայի նկատմամբ ճնշումները։ Չնայած ճնշումներին քահանան հայտնեց, որ չի պատրաստվում լքել եկեղեցին։ Ինչ անում են հակաօրինական է, ապօրինի է, ամեն ինչն արձանագրվելու է, ես վստահ եմ, կգա մի օր, որ բոլորը պատասխան կտան օրենքի առաջ։ Ինչքան էլ հիմա օրենքը չի գործում։ Համապատասխան մարմիններին եւ մարդկանց դիմել են։ Եթե բռնի ուժ կիրառեն, խնդրեմ, բռնի ուժով կարող են անել, բայց մեկ կողմից բռնի ուժ չի լինելու։ Սիրով ամենաշնորհիվ։ Տեր Արտաշեսը հունվարի 20-ին աջակցություն էր հայտնել վարչապետի առաջ քաշած այսպես կոչված եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Հաջորդ օրն արդեն գրել էր, որ ափսոսում եւ ցավ է ապրում իր նախորդ հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու եւ հոգեկան լարվածության։ Մասյացոտնի թեմը հայտնում է, որ Ոսկետափի Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցին կառուցված է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա, եւ որևէ անձ կամ մարմին իրավասու չէ կամայականորեն սեփականացնել եկեղեցին կամ միջամտել նրա գործունեությանը։ Մեր առաջին զրույցից 3 ժամ անց, երբ արդեն լրացել էր եկեղեցին ազատելու համար քահանային տրված ժամանակը, դարձյալ կապ հաստատեցինք Տեր Արտաշեսի հետ, ասաց իրեն ճնշելու փորձ արածները չեն վերադարձել, որևէ գործողություն չի եղել։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան Վաշինգտոնի խաղաղության ջանքերը շարունակելու եւ Թրամփի ուղին առաջ մղելու նպատակով։ Տեղեկությունը հայտնել է Դոնալդ Թրամփը։ Ամերիկայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին եւ Փաշինյանին անցյալ օգոստոսին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։ Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր մեր մեծ կիսահաղորդչային արտադրող
գործողների համար։ Նաև Ադրբեջանին կվաճառենք Միացյալ Նահանգներում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, նավակները եւ ավելին։ Սոցցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Խաղաղության ճանապարհով ընթացող Երևանն ու Բաքուն, որ վերջին ամիսներին միմյանց հետ ուղիղ առևտուր են անում, կարող են արդյոք ապագայում էներգետիկ գործակցություն սկսել։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միավորելու մասին Փաշինյանի հայտարարությունն անսպասելի էր մասնագետների համար։ Այն, որ այդ համակարգերը սինխրոն աշխատել են խորհրդային տարիներին, չի նշանակում, որ նույնը կարող է տեղի ունենալ հիմա։ Բացի այդ, բարձր են նաեւ անվտանգության ռիսկերը անկայուն տարածաշրջանում։ Այո, միանշանակ եւ աներկբա։ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են ըստ Փաշինյանի վերջին պնդման։ Փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Շատ դժվար է, եթե չասեմ անհնար է։ Մասնագետը բացատրում է, համակարգերը հնարավոր է ոչ թե միացնել, այլ սինխրոնիզացնել, այսինքն դրանք կարող են գործել զուգահեռ, անհրաժեշտության դեպքում աջակցել միմյանց։ Օրինակ համար Հայաստանի էներգետիկ համակարգը սինխրոնիզացված է Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Սա ինչի համար արում, սա արում է, որ որոշակի ճգնաժամերի դեպքում էլեկտրաէներգիայի պակաս եւ այլն, որ միմյանց կարողանան կողմերը օգնել։ Համակարգերը հնարավոր է միացնել մեկ պետության սահմաններում, օրինակ համար սովետական միությունը մեկ միասնական համակարգ էր։ Բայց սովետական միությունը տեղակ 35 տարի առաջ է քայքայվել եւ դրանից հետո այս համակարգերը գործել են ինքնուրույն, ինքնաբավ են։ Ադրբեջանի դեպքում ըստ մասնագետի այս փուլում համակարգերի նույնիսկ սինխրոնիզացումն է անհնար։ Քաղաքական, տնտեսական պայմանները նպաստավոր չեն, հատկապես որ այս ոլորտն ուղիղ առնչվում է ազգային անվտանգությանը։ Կա համաշխարհային պրակտիկա, երբ որ ասենք թե շատ երկրներ հրաժարվում են այժմ էլեկտրաէներգիա եւ գազ ներմուծել այս կամ այն երկրից, ելնելով իրենց ազգային անվտանգության խնդիրներից։ Օրինակ եւ Բալթյան երկրները, Եվրամիությունը, իրենք դադարել են Ռուսաստանից գազ եւ էլեկտրաէներգիա այժմ ներմուծել, նախընտրում են թանկ ներմուծել այլ երկրներից, Միացյալ Նահանգներից եւ այլն, բայց փոխարենը ավելի անվտանգ են համարում իրենց ազգային անվտանգության թեմատիկան։ Սա էլ է մոտեցում, սա շատ կարևոր է, որտեղ դու պետությունը պետք է հասկանանք, որ սա մասնավոր ընկերություն չէ, որ իր առջև խնդիր է դնում եկամուտ ստանալ։ Պետության թիմի խնդիրը դա անվտանգությունն է։ Նման քայլերով ոչ թե լուծում ես քո անվտանգությունը, այլ ընդհակառակը։ Դու անվտանգությունը հանձնում ես քո թշնամուն։ Ու էլեկտրաէներգիայի հանձնումը քո թշնամուն, սա շատ վտանգավոր գործընթաց է։ Մյուս կողմից մեկ այլ թաքնված ռիսկ է տեսնում Մանվելյանն այս հայտարարության տակ։ Համոզված է Թուրքիայի եւ Ադրբեջանի թիրախը Հայաստանի ատոմակայանն է, որի փակման պահանջը պարբերաբար բարձրացվում է։ Եթե Հայաստանի ատոմակայանը փակվի, ապա ինչ ենք անելու։ Որ դուց պետք է էլեկտրաէներգիա ներմուծենք, մենք որ էլեկտրաէներգիա արդյունանում ենք եւ նույնիսկ հնարավորություն ենք արտահանելու, հիմա կտրուկ կերպով այդ դեպքից հետո մենք դառնում ենք կախվածության մեջ։ Հիմա հստակ կերպով մատնանշում է, թե ումից ենք լինելու կախվածության մեջ։ Դա Ադրբեջանն է։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանի հետ Թուրքիան է կանգնած, որտեղ Ադրբեջանը ունի համապատասխան հզորություններ։ Սա ավելի շատ թուրքական ինչ-որ պրոյեկտ է, որը Ադրբեջանի անունով է արվում։ Նույնիսկ եթե Երևանն ու Բաքուն խաղաղության ուղին են բռնել, այս դեպքում էլ մասնագետի խոսքով տրամաբանական չէ էլեկտրաէներգիայի համակարգը հանձնել մի երկրի, որի հետ տասնամյակներով թշնամություն է եղել։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։ Կառավարության վերջին նիստում քննարկվեց Կապանի օդանավակայանը որպես Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայան շահագործելու հնարավորությունը։ Նշվում էր, որ այս քայլը նպատակ ունի զարգացնել տարածաշրջանային ավիացիան։ Ինչպես են այս հեռանկարին արձագանքում Սյունիք օդանավակայանը եւ փորձագետները։ Կապանից հազարավոր թռիչքներ կատարած օդաչուն Էպիկենտրոնին պատմել է, որ այդ օդանավակայանն ունի վերին աստիճանի սահմանափակ հնարավորություններ։ Բացի այդ, միջազգային թռիչքներին լրջորեն կարող են խանգարել թռիչքուղու չափերը, տարածաշրջանի բարձր լեռները եւ իհարկե այն, որ օդանավակայանը Ադրբեջանից մի քանի 100 մետր է հեռու։ Կառավարությունը քննարկում է Կապանի այս թռիչքուղուց միջազգային թռիչքներ իրականացնելու հնարավորությունը, սակայն արդյոք Սյունիքի օդանավակայանը պատրաստ է ընդունել միջազգային թռիչքներ։ Օդանավակայանից ասում են, շահագործման օրվանից պատրաստ են միջազգային չափանիշներով սպասարկմանը։
Հակոբ Ճաղարյանը, ով Կապանից հազարավոր թռիչքներ է կատարել, տարակուսած է։ Ասում է, հնարավոր է վայրեջք կատարել, բայց թռիչքը բավականին բարդ է լինելու։ Առաջին խնդիրը վազքուղին է։ Կապանի օդանավակայանը գտնվում է խորը ձորում եւ չի կարող ընդունել եւ բաց թողնել մեծ օդանավեր։ Կապանի օդանավականը ունի շատ սահմանափակ, շատ վերինաստիճանի շատ սահմանափակ հնարավորություններ մեծ օդանավեր ընդունելու, այսինքն այնտեղ կարող է թռնել միայն ATR ֆրանսիական եւ ներկայիս L410 օդանավը, որոնցից առաջինը ATR-ը կարող է հատել Կովկասյան Լեռնանցքը, որովհետև հերմետիկ է, իսկ Կովկասյան Լեռնանցքի վրա անցնել ոչ հերմետիկ օդանավով չի կարելի։ Կա եւս մեկ խնդիր՝ դեպի Կապան եւ դեպի Քաջարան թռիչք կատարել չեն կարող սարերի բարձրության պատճառով։ Իսկ դեպի Գորիս թռչելու համար պետք է օդանավը փոքր քաշ ունենա, որպեսզի կարողանա բարձրություն հավաքել։ Փորձագետը վստահեցնում է, տեխնիկապես առավելագույն հեռավորությունը, որ կարելի է հաղթահարել Կապանից, Իրանի Թավրիզ քաղաքն է։ Վրաստան եւ Ռուսաստան ժամանելու մասին խոսք լինել չի կարող։ Հիշում է, դեռ տարիներ առաջ, երբ Խորհրդային Միության ժամանակ թռիչքներ էին անում, անցնում էին Ադրբեջանի տարածքով։ Թռիչքից անմիջապես հետո աչով մտնում էինք Զորը Կիշլակ գյուղի բարձրությամբ, դա արդեն ադրբեջանական ԽՍՀ Զանգելանի շրջանն էր։ Այսօր նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո դա արդեն նորից Ադրբեջանի Հանրապետության Զանգելանի շրջանն է։ Ունենք արդյոք մենք Ադրբեջանի թույլտվությունը այդ թռիչքները կատարելու չունենք։ Ունենք թռիչքների օդանավակայանի միջազգային նորմերով պահանջված միջազգային թռիչքների անվտանգություն։ Չունենք 100 մետր, 150 մետր հեռավորության վրա գտնվող թշնամին, որ հաստարակ ատրճանակով կարակրակի օդանավակայանի պատուհանն եւ միջազգային օդանավական ասածը տեղից անմիջապես դուրս կգա։ Օդանավակայանը պետք է ունենա մաքսային սահմանապահ կետեր, ստուգման այլ ծառայություններ։ Օդանավակայանից նշում են այդ ամենը եւ եւս մի քանի տեխնիկական հարցեր լուծվելուն պես միջազգային օդանավակայանը պատրաստ է, իսկ թռիչքներ կարող են կատարել ցանկացած ուղղությամբ։ Իմ կարծիքով սա հասարակ PR ակցիա է եւ ես ցավում եմ, որ բարձր պաշտոնների գտնվող մարդիկ, որոնք որ պատասխանատու են ավիացիայի ոլորտի կարգավորման համար, այդ հասարակ բաները չեն հասկանում կամ էլ հասկանում են ու ուղղակի PR են անում նախընտրական։ Օդանավակայանը դեռ միջազգային չափանիշներին չի համապատասխանում։ Պետք է կարգավորվեն նաև իրավական հարցեր։ Ներդրումները կատարվելու են մինչև 2033 թվականը։ Դրանից հետո գուցե ունենանք միջազգային երկրորդ օդանավակայանը։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։ Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվության քննարկումից վարչապետը մի թիվ է առանձնացրել։ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության 8660 քաղաքացի ավելի է մուտք գործել մեր երկրի տարածք, քան դուրս է եկել երկրից։ Փաշինյանն ասել է, որ նման վիճակագրություն մեր երկրում վարվում է 2010 թվականից եւ առաջին անգամ է, որ արձանագրվել է դրական տարբերություն։ Իսկ ի՞նչն է այս թվի, այս վիճակագրության պատճառը։ Կարծում եմ երկու ակնհայտ պատճառ կա։ Դրանցից մեկը խաղաղությունն է, երկրորդը տնտեսական զարգացումը կամ խաղաղության պայմաններում տնտեսական զարգացումը եւ ուշադրություն դարձրեք, սա խաղաղության, այսինքն 2025 թվականը խաղաղության ընդամենը առաջին տարին է առջևում, խաղաղության այսպիսի բազմաթիվ տարիներ են եւ այսպիսի նորանոր ու հաճելի վիճակագրություններ։ Աբու Դաբիում ռուս եւ ուկրաինացի պատվիրակները երկրորդ օրը շարունակ բանակցել են Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ եռակողմ բանակցություններն ավարտվել են։ Ռուս բանակցողները վերադարձել են իրենց հյուրանոց, իսկ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները ուղևորվել են օդանավակայան։ Axios-ը գրում է, որ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։ Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնյան NBC-ին ասել էր, որ առաջին օրվա բանակցություններն արդյունավետ են եղել։ 10 լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ քննարկումները ներառել են հնարավոր բուֆերային գոտիների հարցը։ Զելենսկին ասել է, որ պատվիրակությունները քննարկում են պատերազմը դադարեցնելու պայմանները, սակայն դեռ վաղ է եզրակացություններ անել։ Միացյալ Նահանգների հարավային հրամանատարությունը հարված է հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելքում նավարկող նավին, սպանելով 2 անձի։ Ըստ ամերիկյան կողմի սպանվածները եղել են նարկո ահաբեկիչներ, իսկ նավը արևելյան Խաղաղ օվկիանոսում զբաղվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ։ 1 անձի հաջողվել է փրկվել հարվածից, հայտնել են ամերիկացի զինվորականները։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, կան նշաններ, որ Իսրայելը փնտրում է հնարավորություն հարձակվելու Իրանի վրա։ Հական Ֆիդանը զգուշացրել է, որ նման քայլը կարող է ավելի անկայունացնել տարածաշրջանը։ Հուսով եմ նրանք կգտնեն այլ ուղի, բայց իրականությունն այն է, որ Իսրայելը Իրանին հարվածելու հնարավորություն է փնտրում, ասել է Ֆիդանը։ Նա նշել է, որ այս մտահոգությունները վերջերս ուղղակիորեն փոխանցել է իրանցի պաշտոնյաներին։ Մինեապոլիսում հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց, բողոքելով Դոնալդ Թրամփի հականերգաղթային գործողությունների դեմ։ Ցուցարարները պահանջել են, որ ներգաղթային ծառայությունը դուրս գա քաղաքից։ Պատճառն այն է, որ ըստ քաղաքացիների ծառայությունն ամեն քայլափոխի անհարկի ստուգում է բնակիչներին, նրանցից պահանջելով փաստաթղթեր։ Փաստաթուղթ չունեցողներին անմիջապես արտաքսում են Ամերիկայից։ Ուժգին ցիկլոնին ընդառաջ Ամերիկայի մայրաքաղաքի բնակիչները դատարկել են սուպերմարկետներն ու խանութները։ Խոզի, տավարի եւ թռչնի միսն ու նաեւ հացը սպառվել են ամբողջությամբ։ Օդերևութաբանները զգուշացրել են, որ ձնաբուքը Վաշինգտոնին կհարվածի հանգստյան օրերին։ Մի շարք նահանգներ փոթորկի մասին նախազգուշացումներ են տվել, իսկ իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին մնալ տանը, անբարենպաստ եղանակը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատումների եւ տրանսպորտային ծառայությունների խափանման։ Չեղարկվել է ավելի քան 4500 չվեր։ Կանխատեսվում է, որ Ամերիկայի որոշ շրջաններում ջերմաստիճանը կիջնի մինչև -46։ Սաստիկ բքի տեսանելիության բացակայության պայմաններում եւ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով հանրապետության ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Արդեն մի քանի օր է անկառավարելի վիճակ է հատկապես Սյունիքում։ Աշխատանքային ժամի ավարտին ճանապարհային դեպարտամենտը հայտնեց, որ Նորավան, Շինուհայր, Գորիս եւ Տաթև, Նորավան, Լծեն, Տաթև ճանապարհները մարդատար տրանսպորտային միջոցների համար բաց են։ Հանրապետության մի շարք շրջաններում վերջին 2 օրերին դիտվող քամուշ գնացումները եւ բուքը այսօր աստիճանաբար կդադարեն։ Վերջին 24 ժամում փրկարարները արգելափակումից դուրս են բերել 195 տրանսպորտային միջոց եւ օգնություն ցուցաբերել 722 քաղաքացու։ Իսկ Երևանում երթևեկությունը նախօրեին գրեթե կանգ էր առել։ Ամենուր մերկասառույց, միմյանց հարվածած մեքենաներ, նյարդայնացող վարորդներ եւ մունիցիպալ չինովնիկներ, որոնք պնդում էին, թե քաղաքն ինտենսիվ մաքրվում է ձնից։ Ինչու է ձյունն ամեն անգամ տակնու վրա անում մայրաքաղաքի երթևեկը եւ ինչու տեսանելի չեն մաքրման աշխատանքների հետևանքները։ Իմ գործընկերն է պարզել։ Ձյան առատ տեղումներն ուրբաթ դարձյալ կոլապսի էին ենթարկել ամբողջ մայրաքաղաքը, բազմաթիվ հատվածներում առաջացնելով 10 բալանոց խցանումներ։ Ըստ Yandex-ի ու Google-ի քարտեզների գրանցվել են բազմաթիվ ավտովթարներ։ Մերկասառույցի պատճառով վարորդները երթևեկել են չափազանց դանդաղ, բայց շատ դեպքերում դա էլ չի փրկել վթարներից։ Այդպիսի մի դեպք պատահել է Կոմիտասի պողոտայում մեզ հանդիպած երիտասարդի հետ, որը չցանկացավ կադրում երևալ, բայց պատմեց, որ տուն վերադառնալիս իր մեքենան սահել է հարվածել դիմացի մեքենային։ Սղացիր երեք, այսինքն տակը սա սառույց է, երեք էլ դե ձյունը որ գալիս էր, չէր ջոգում որտեղ է սառույց։ Չի պահում ավտոյի տորմուզները, գնում ես խփում ես։ Ավագանում Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հիշեցնում է գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ քաղաքապետի հայտարարությունը։ Ավինյանը հորդորում էր տուգանել բոլոր այն տնտեսվարողներին, որոնք հանդգնել են չմաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքները։ Տիգրան Ավինյանն էլ իր ձնամաքրման աշխատանքներն է տապալել, հետևաբար կարծում եմ իրեն էլ պետք է տուգանել։ Նրանք ուղղակի կոմպետենտ չեն աշխատել այն պաշտոններում, որտեղ աշխատում են։ Չնայած քաղաքապետարանին ենթակա կառույցներն օրվա ընթացքում երեկոյան եւ ամբողջ գիշերը տեսանյութեր էին տարածում մաքրման ինտենսիվ աշխատանքների մասին, Իսկանդարյանը պատմեց, որ երեք մի քանի ժամ շրջել է մայրաքաղաքի փողոցներում, սակայն ձյուն մաքրող, աղ ու ավազ շախտվող որևէ մեքենայի չի հանդիպել։ Քաղաքապետարանը ռեսուրսները ծախսում գնում է եւ մաքրում է կառավարական շենքի մոտակայքը միայն, այլ ոչ թե այն մայթերը, որտեղով քայլում են մեր քաղաքացիները, թոշակառուները։ Ճիշտ կլիներ, որ կառավարության շենքի կողմը Նիկոլը իր աշխատակազմով դուրս գային եւ ինչպես իրանք էին սիրում ասել, հայդե ձուն մաքրել։ Երեկվա համեմատ այսօր երթևեկելի գոտում ձյան շերտը տեսանելի չէր։ Ավագանու անդամի գնահատմամբ ոչ թե կատարված աշխատանքների շնորհիվ, այլ եղանակի տաքացման։ Մայթերին բակային հատվածներում ձյան եւ սառցի շերտը պահպանվում է։
Բակերը ահավոր վիճակ է, անտանելի է բակերում։ Մայթերը ընդհանրապես կոմիտասում ես ոչ միտեղ մաքրած չեմ տեսել։ Եթե ինչ-որ մեկը բողոք ինչ-որ բան ասի, կարող է գան երկու լապատկա ավազաղը շփեն, թողեն գնան։ Ահագին մարդ ինքսին ներկայացում ընկել է։ Շատ զգուշ, իրիկունները որ սառում է, աշխատում եք դուրս չի գտա։ Չեն մաքրում, սառուց, մի երկու հատ ցենց ավազ են, ոչմ շաղ են տալու, всё, это։ Եթե մենք էլ մի քիչ անզգուշաբար քայլենք, բան կարող ենք էլ ընկնենք։ Դուք ես զգուշ քայլեք։ Քաղաքապետարանը 2025 թվականին 5.7 միլիարդ դրամ է տրամադրել իր ենթակա հիմնարկին աղբահանության եւ ձնամաքրման աշխատանքների համար։ 2026-ին բյուջեն ավելացրել են 800 միլիոնով, սակայն պատկերն ըստ Իսկանդարյանի նույնն է մնացել։ Արփի Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է UEFA-ին ներկայացնելով ֆուտզալի Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ եւ խաղի ընթացքում տեղի ունեցածը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է դիտարկումներ, ըստ որոնց ուկրաինական կողմի բողոքն անհիմն է։ Ավելի վաղ խաղում ծանր պարտություն կրած ուկրաինացիները UEFA-ին բողոքել էին, թե իբր Հայաստանի հավաքականի եւ ռուսական Տյումենի ֆուտզալիստ Դենիս Նևեդրովը վիրավորական արտահայտություն է հնչեցրել Ուկրաինայի հասցեին։ Ուկրաինական կողմն իրավիճակին տվել է քաղաքական երանգ, նամակի մեջ նշելով, որ Հայաստանը ներկայացնող ֆուտբոլիստը ռուսական ծագում եւ քաղաքացիություն ունի։ Armsport.am-ի տեղեկություններով խաղից առաջ ուկրաինական կողմը հրաժարվել է սեղմել այն ֆուտզալիստների ձեռքը, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի առաջնությունում։ Եվ վերջում հոսանքի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Կենտրոն վարչական շրջան 11-ից 17-ը, Կոնտ թաղամաս 34-ից 243 առանձնատներ, Ռուսթավելու փողոց 68-ից 98 առանձնատներ, Հյուսիսային պողոտա 3 շենք, Հին Երևանցու փողոց 2 շենք, Չարենցի փողոց 10-ից 24 շենքեր։ Աջափնյակ վարչական շրջան 10-ից 16-ը, Սիլիկյան թաղամաս 7, 8, 10 փողոցներ մասնակի։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան 10-ից 16-ը, Ծերենցի փողոց 11-ի 1 շենք եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Մանուկյան փողոց մասնակի, Անդրանիկի փողոց 33, 35, 38 շենքեր, Օհանովի փողոց 36, 38, 40 շենքեր։ Շենգավիթ վարչական շրջան 10-ից 16-ը, Ներքին Շենգավիթ 11 փողոցի եւ 11 փողոց առաջին նրբանցքի առանձնատներ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Արարատի մարզ 10-ից 12-ը, Դաշտավան եւ Նիզամի գյուղեր մասնակի, 11-ից 12-ը, Այնթափ եւ Նոր Խարբերդ գյուղեր մասնակի, 11-ից 12-ից 30-ը, Արտաշատ քաղաք, Մռավյան, Սպանդարյան, Աբովյան, Խաչատրյան, Իսահակյան փողոցներ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 13-ից 30-ից 14-ից 30-ը, Վերին, Արտաշատ գյուղ մասնակի, 15-ից 16-ը, Ոստան գյուղ մասնակի, Գեղարքունիքի մարզ 11-ից 14-ը, Ճամբարակ քաղաք մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 10-ից 30-ից 11-ից 30-ը, Վարդենիս քաղաք մասնակի, Չարենցի եւ Թովմասյան փողոցներ, 11-ից 40-ից 12-ից 45, Վարդենիս քաղաք մասնակի, Արզոյան, Երևանյան, Հովանես Արզոյան փողոցներ, 14-ից 5-ից 15-ից 10-ը, Վարդենիս քաղաք մասնակի, Իսակովի փողոց առաջին նրբանցք, Մեսրոպ Մաշտոց եւ Արզոյան փողոցներ, 11-ից 30-ից 13-ը, Նորակերտ գյուղ մասնակի, Լոռու մարզ 11-ից 13-ը, Արևածագ գյուղ, Տավուշի մարզ 10-ից 12-ը եւ 12-ից 30-ից 14-30-ը, Իջևան քաղաք, Արցախյան եւ Վասիլյան փողոցներ մասնակի։ Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 08000 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Այսքան այս ժամին։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։ Ցտեսություն։